Երևանում Սևուրփաթյան խառնաշփոթ է։ Խանութները ստեղծում են վաղ, պատրանք, որ ինչ-որ շատ կարևոր բան բաց կթողնենք, եթե չօգտվենք հնարավորությունից։ Սակայն վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս օրերին գնված ապրանքների 80%-ը շատ արագ հայտնվում է աղբամանում։ Փիլիսոփա Նոամ Չոմսկին այս ապրանքներն անվանում է created wants, հորինված ցանկություններ։ Սևուրփաթ։ Եզրույթը ծնվել է 60-ականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ենթադրվում է, որ Ֆիլադելֆիայի ոստիկանությունը այն օգտագործել է Thanksgiving-ից հետո քաղաքի քաոսը նկարագրելու համար։ Սևուրփաթի հսկայական մաս է արագ նորաձևությունը, fast fashion-ը։ Արագ նորաձևության հսկա է Shein-ը, որը օրական մի քանի հազար դիզայն է ստեղծում։ Այս ցանկում են նաև Zara-ն, H&M-ը, Temu-ն եւ այլն։ Այս արտադրությունը սպառում է հսկայական քանակի բնական ռեսուրսներ՝ հող, ջուր, նավթ եւ այլն։ Այս ոլորտն ավելի շատ ածխաթթու գազ է արտանետում, քան ավիացիան եւ նավագնացությունը միասին վերցրած։ Հագուստի 70%-ը սինթետիկ է, մասնավորապես պոլիեստերից, որը չի քայքայվում, էներգիայի մեծ ծախսեր է պահանջում եւ աղտոտում է ջուրը։ Իսկ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն նպաստում է քաղցկեղի առաջացմանը։ Էժան հագուստի հետևում նաև աղքատ երկրներում անմարդկային պայմաններում աշխատող մարդիկ են։ Հայաստանի նման երկրներում Սևուրփաթը անհրաժեշտ իրերը հասանելի գնով ձեռք բերելու հնարավորություն է։ Ուստի նման դեպքերում Սևուրփաթի էթիկական կողմի մասին խոսելը առաջնահերթություն չէ։